Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր մենք միասին կիրականացնենք համակցված դաս գրականություն և պատմություն առարկաներից։ Մեր դասի նպատակն է հասկանալ Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպի պատմական պատճառները, ձևավորել համապարփակ գիտելիքներ հայոց ցեղասպանությունը որպես պետականորեն ծրագրված գործողություն։ Վերջնարդյունքին հասնելու համար ունենանք վերլուծություն, որոնք ուսումնասիրենք Մեծ Թուրանի գաղափարախոսությունը որպես հայոց ցեղասպանության իրականացման ճանապարհ եւ էկրանին կարողանանք նշել այն վայրերը, հայկական այն նահանգները, որտեղից իրականացվել է հայերի բռնի գաղթը։ Եկեք հիմա քարտեզի վրա ներկայացնենք Մեծ Թուրանի ծրագիրը, երիտթուրքերի նպատակը եւ նշենք քարտեզի վրա այն հատվածները, որը պիտի ընդգրկեն ըստ իրենց պլանի այդ տարածքները։ Մեծ Թուրանի ծրագրով Բոսֆորի նեղոցը ձգվում է մինչև Չինաստան, այնուհետև Հյուսիսային Սառության ֆորկեն։ Դե հիմա տարածության միջոցով մասշտաբով։ Եվ մի հատ տալ վերևը Չինաստան, Հյուսիսային Սառության ֆորկեն։ Ընդհանրացակի մի քիչ։ Չէ, այսինքն ավելի մեծ չէ, քո նշված եռանկյունուց ավելի մեծ տարածքներ։ Մեծ Թուրանը ավելի մեծ տարածքներ են ընդգրկում, քան նշված եռանկյունը, բայց ընդգրկում են իրականում այս հատվածները։ Հայկական նահանգներում Օսմանյան կայսրությունը պետք է սկսել բարենորոգներ այս տարածքներում։ Էրզրումը, Դիարբեջքին, Արբերդին, և Բիթրիսում։ Շապին Կարայիսանում վանում վանշրջանների Բիթրիսում տեղի ունեցան ինքնապաշտպանական մարտեր օսմանցիների դեմ։ Թուրքերը դարձան հետնորդները կամ նույն քաղաքականության շարունակողները, ինչ որ Աբդուլ Համիդ II-ն իրականացնում եւ իրականացրեցին նրանց գաղափարախոսությունը պետականորեն դարձավ պանթուրքիզմը ու պանիսլամիզմը, որի արդյունքում էլ հայկական բազմաթիվ նահանգներում, որոնք գտնվում էին Օսմանյան տիրապետության տակ, իրականացվեցին բռնի տեղահանումներ։ Հիմա եկեք փորձենք հասկանալ, թե ինչպիսի տեղահանումներ էին տեղի ունենում եւ այդ տեղահանումները փորձենք նշել գունային սանդղակի շնորհիվ, որի հետևանքով կհասկանանք, թե ինչի համար էր երիտթուրքերը իրականացնում տեղահանումները հիմնականում սահմանին ռուսական սահմանին կից նահանգներում ամբողջությամբ ոչնջացրեցին հայկական գյուղերը եւ նահանգները եւ ինչ արդյունք տվեց դա։ Ուրեմն եկեք հասկանանք աշխարհացույցի գործիքների միջոցով հիմա ձեզանից ինչ-որ մեկը կնշի քարտեզի վրա այն նահանգները, որոնք ամբողջությամբ հայաթափվեցին եւ ամենակարևորը, որոնք գտնվում են Ռուսաստանին ավելի սահմանակից։ Հետո արդեն կներկայացնենք, թե ինչի համար հիմնականում այդ նահանգները առաջինը հայաթափվեցին։ Հայաթափվեցին Ռուսաստանի մոտ տարածքները, նահանգները, ինչպիսին էր օրինակ Էրզրումը, Տրապիզոնը։ Ցեղասպանության հետևանքով Օսմանյան կայսրությունից շատ հայեր տեղափոխվեցին դեպի Եվրոպա։ Օրինակ, Օսմանիայից գաղթեցին Փարիզ, գաղթեցին Իսպանիա, նաև Գերմանիա։ Ըստ Շահնուրի նահանջը սկսվում է լեզվից, անունից հասնում մինչև հոգի։
Շահանշահները սփյուռքահայ իրականության մեջ առաջին գրողներից էր, ով հասկացավ, որ հայկական ջարդը դա միայն ցեղասպանություն չէր, նաև սպիտակ ձուլում էր, սպիտակ ջարդ էր, որի արդյունքում հայերը տեղահանվեցին և տեղի ունեցավ գաղթը։ Այժմ աշխարհացույց հարթակի միջոցով մենք ներկայացնելու ենք հայերի անցած ճանապարհը։ Քարտեզի վրա ներկայացված են գաղթի ուղիները Արևմտյան Հայաստանից Միջին Արևելքից դեպի Ֆրանսիա։ Հիմա կանոն գործիքի օգնությամբ գծենք նրանց միջև հեռավորությունը և հասկանանք, թե ինչքան ճանապարհ նրանք անցել։ Մեր ցույց տանք հեռավորությունը Արևմտյան Հայաստանից Միջին Արևելք և Միջին Արևելքից մինչև Ֆրանսիա։ Կեցես, շատ ապրես։ Այժմ հասկանանք երեխաներ, թե մեզ ինչն է պահում որպես հայ, մեր ինքնության հիմքը ինչերն են, ինչ կասեք։ Արամ, Եկեղեցի, լավ, Մերի, շատ ապրես, Իրենա, ապրեք, Մերի, ապրեք, Էլ, ասա Անի, մեր պատմություն, շատ ապրես, Արև, դպրոցը, կեցեք, ապրեք։ Ձեր թվարկածները այժմ փորձենք ցույց տանք աշխարհացույց հարթակի միջոցով էլեկտրոնային հրատախտակին։ Այսօր պատկերենք մեր ինքնության ծառը, օգտվելով աշխարհացույցի գործիքներից, դարձնենք այստեղից գործիքները, մեծացնենք ծառի չափսերը, ու ամպիկների միջոցով նշենք ծառի արմատները, բունը և տերևները։ Կեցես, շատ ապրես։ Մեր արմատներն են լեզուն, բունն է հայկական ինքնություն, տերևն է օտարախոսություն ձուլում, Կեցեք, շատ ապրեք, ստացանք մեր ինքնության ծառը։ Ընտրեցիր գիրքը, ապրես, Էլ, գրիչը, ապրես, գիտությունից, ընտրեցինք թանգարանը, մշակութային կենտրոն, շատ ապրես, ենթակառուցվածք, եկեղեցի և դպրոցն էլ ընտրենք,
Շատ աղետք ձեզ։ Այսպիսով մենք տեսանք, որ գրականությունը պատմության հայելին է եւ մեր պատմությունը նաեւ մեր վերածնունդն է։ Շնորհակալություն մեր այսօրվա բովանդակալից դասին մասնակցելու համար։ Շնորհակալություն։